Բարև ձեզ, Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք բնականային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել են սերտիֆիկատ եւ ունեն դրական մնացորդ, դրական մնացորդը կարող են տնօրինել մի քանի ուղղություններով, օրինակ կարող են վերանորոգման վարկ ձեռք բերել գույք ու տեխնիկա կամ գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Այս հարցի վերաբերյալ ենք այսօր զրուցելու նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գաներ Ղարագյուզյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ղարագյուզյան։ Ինչպես արդեն նշեցի, դրական մնացորդի դեպքում հայրենակիցները կարողանում են մի քանի ուղղությունից օգտվել, սկսենք վերանորոգման վարկերից, որ դեպքում ու ինչ ընթացակարգով են կարողանում այս վարկի տեսակից օգտվել։ Շնորհակալ եմ։ Նախ թույլ տվեք նշեմ, ինչ ասել է դրական մնացորդ, այսինքն երբ որ ձևակերպվում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ կամ կառուցապատման վարկ, եթե ընտանիքը նախընտրում է կառուցապատման բաղադրիչը, եւ տանարժեքը կամ կառուցապատման վարկի չափը պակաս է ընտանիքին հասանելիք աջակցությունից, դիցուք ընտանիքին հասնում էր 20 միլիոն դրամ, վարկը 15 միլիոն դրամ է, ձևավորվում է դրական մնացորդ, նշածից դեպքում 5 միլիոն դրամ։ Եվ այս պարագայում ընտանիքը կարող է, այո, ինչպես նշեցիք, դրական մնացորդը տնօրինել 3 ուղղությամբ։ Առաջինը դա վերանորոգման վարկի ստացումն է։ Տիկին Ղարագյուզյան, ներողություն, քանի որ խոսեցիք դրական մնացորդից, ձեր բերած օրինակը շարունակելով, եթե քաղաքացին սերտիֆիկատը իրացնելուց հետո ունենում է 5 միլիոն դրամ, կարող է ավելացնել իր միջոցներից եւս գումար նոր, այսպես կոչված արդեն դրական մնացորդը տնօրինել։ Օրինակ, եթե պիտի վերանորոգում անի, որը արժանալու է 8 միլիոն դրամ, դիցուք կարող է 3 միլիոն ավելացնել այդ վարկի Իհարկե, բայց եթե քաղաքացին ունի ավել գումար ավելացնելու, այստեղ արդեն վերանորոգման վարկի վրա ավելացնելու կարիք չկա, բնականաբար վերանորոգման վարկը վերցնում է ինչքան որ իր դրական մնացորդն է, մնացած միջոցները ըստ անհրաժեշտության արդեն օգտագործում է եւ այստեղ որևէ սահմանափակում չկա եւ իրենք են որոշում, թե ինչ մասշտաբի վերանորոգում իրականացնեն, բայց մենք ունենք մեր սահմանաչափերը, այսինքն անկախ դրական մնացորդի չափից, որը ընտանիքներ ունենք, որ 10 միլիոնից ավել է, քանի որ բազմանդամ ընտանիքներ են, անկախ իր դրական մնացորդի չափից, վերանորոգման վարկին նրանք կարող են ուղղել մինչև 4 միլիոն դրամ եւ սկսած 6-րդ անդամից, 6-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով դրան ավելացվում է 800,000 դրամ, բայց ընդհանուր ոչ ավել, քան 8 միլիոն դրամը։ Վերանորոգման վարկի ստացման համար նշեմ, որ կարող են դիմել բացառապես այն ֆինանսական կազմակերպություն, այսինքն բանկ, որտեղ ձևակերպվել է ձեռքբերման վարկը, որևէ այլ ֆինանսական կազմակերպությամբ գործարքը չեն կարող անել, քանի որ տվյալ գույքը գրավադրված է տվյալ բանկում եւ այստեղ գրավի առարկան չի կարող փոխվել։ Եվ մոտենում են ուղղակի տվյալ ֆինանսական կազմակերպություն, ներկայացնում են նախահաշվային փաստաթղթերը եւ ձևակերպվում է վերանորոգման վարկը։ Կախված վարկի չափից այն կարող է մի քանի փուլով տրամադրվել եւ յուրաքանչյուր հաջորդ փուլի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլի մոնիտորինգը։ Վերանորոգման աշխատանքների ավարտին մեր հայրենակիցները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ներկայացնելով իրականացված աշխատանքները։ Այսինքն վերանորոգման դեպքում, եթե ցանկություն ունեն, առաջին քայլով դիմում են այն բանկ, որտեղից որ ձևակերպել են, այսինքն ձեռք են բերել։ Այո։ Գործընթացը կրկին, ինչպես ձեռքբերման դեպքում էր սկսվում եւ ավարտվում է ֆինանսական կազմակերպությունում։ Տիկին Ղարագյուզյան, այսինքն գործընկեր բանկերը նրանք են, ում հետ որ բնակապահովման ծրագիրը առհասարակ իրականացնում են, որ բանկերն են։ Այս պահին ունենք 5 գործընկեր ֆինանսական կազմակերպություն, դա Յունիբանկն է, Fast բանկն է, Evoca բանկն է, Ամերիա բանկն է եւ Հայեկոնոմ բանկն է։ Շատ լավ, Տիկին Ղարագյուզյան, խոսեցինք սա վերանորոգման դեպքի մասին։ Եթե խոսենք գույք ու տեխնիկայից, եթե չեմ սխալվում, այս կետն էլ որպես դրական մնացորդի տնօրինման ուղղություն ամենապահանջվածներից է։ Ինչ ընթացակարգով ուր են դիմում, ինչպես են ձեռք բերում, կա ինչ որ անվանացանք, որից կարող են ընտրել, թե ցանկացած գույք ու տեխնիկա կարող են ձեռք բերել։ Այո, սա ամենապահանջված տարբերակն է դրական մնացորդի իրացման, եւ այստեղ ընտանիքը կարող է իրեն հասանելիք դրական մնացորդից մինչեւ 2 միլիոն դրամ ուղղել կահույքի եւ կենցաղային տեխնիկայի գնմանը, եւ այստեղ եւս սկսած 6-րդ անդամից, 6-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով ավելացվում է 400,000 դրամով, բայց ընդհանուր ոչ ավել, քան 4 միլիոն դրամ, բայց իրենց հասանելիք դրական մնացորդից։ Եվ այս պարագայում արդեն ֆինանսական կազմակերպություն այցելելու կարիք չկա, պետք է ուղղակի աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված տեխնիկայի եւ կահույքի ցանկից, որը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքեջում, ընտրել համապատասխան ապրանքատեսակը, անվանումը պետք է համապատասխանի եւ իրենց նախընտրած խանութից, տնտեսվարողից ներկայացնեն հաշիվ ապրանքագիր միասնական սոցիալական ծառայություն։ Հաշիվ ապրանքագրի հիման վրա ստուգում է իրականացվում երկու ստուգում, առաջինը, որ
իր հասանելիք դրական մնացորդի սահմանաչափում լինի եւ երկրորդը, որ նշված ցանկից լինի ապրանքատեսակը, եթե ամեն ինչ համապատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխանցվում են հաշիվապրանքագրում նշված բանկային հաշվին եւ արդեն տնտեսվարողը տնօրինում է իր գումարները։ Տիկին Ղարագյուզյան, երբ նշեցիք անվանացանկին համապատասխանի, նկատի ունենք օրինակ, որ ցանկում լինի սեղան, աթոռ, բազկաթոռ եւ այլն եւ այլն։ Ցանկը շատ լայն է եւ կարծում եմ չի լինի այնպեսի կահույք կամ տեխնիկա, որը չի գտնվի այդ ցանկում։ Շատ լավ, ցանկացած ապրանքանիշի, ցանկացած տնտեսվարողից կարող են ձեռք բերել։ Կա ինչ-որ չափորոշիչներ, որ այս եւ ցանկացած քանակի մեզ շատ են հարցնում դիցու կարող ենք 2 սեղան գնել կամ մի քանի ննջասենյակ կահավորել, այո, եթե տեղավորվում է իրենց սահմանաչափի մեջ, որևէ այլ սահմանափակում չկա, միայն գումարային սահմանափակումն է, առավելագույն շեմ ունենք։ Որպեսզի պատկերացնեն, գնում են ենթադրենք կահույքի խանութ, ինչ որ փաստաթուղթ տանում են, որպեսզի տնտեսվարողը իմանա, որ պետական աջակցության ծրագրի շրջանակում է ձեռքբերում իրականացվում թե ոչ։ Խոշոր հաշվով ոչ մի տարբերություն չկա, քանի որ որևէ արտոնություն կամ որևէ ընթացակարգային փոփոխություն դա չի ենթադրում, այսինքն ստանդարտ արկուվաճառքի գործարք է մի տարբերությամբ, որ քաղաքացու փոխարեն պետությունն է վճարում։ Ընդհանրապես պետք է տնտեսվարողը ներկայացնի հաշիվապրանքագիր, որը որևէ կերպ չի տարբերվում սովորական դեպքերում ներկայացվող փաստաթղթից եւ վերջ 3 օրվա ընթացքում կստանա գումարը։ Որևէ ռիսկ տնտեսվարողը չունի, առավել եւս որ կարծում եմ հակառակը շատ ավելի երաշխավորված գործարք է։ Կան ժամկետներ, ինչ ընթացքում է փոխանցումը իրականացվում, սա արդեն տնտեսվարողների տեսանկյունից։ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն միասնական սոցիալական ծառայությունը հաշիվապրանքագիրը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կամ փոխանցում է գումարը, կամ շահառուին տեղեկացնում է չփոխանցման պատճառների մասին, որտեղ հնարավոր են լինեն անհամապատասխանություններ։ Շատ լավ, դարձյալ տնտեսվարողներից հարց ունենք, արդյոք եթե օգտվում են այս ծրագրից, այսինքն այս ծրագրի շրջանակում է քաղաքացին շահառուն իրենցից գույք ձեռք բերում, ինչ որ հարկերից ազատվում է, սա վերաբերում է մեծածախ գնումներին։ Որևէ տարբերակված մոտեցում չկա, այսինքն սովորական իրենց արկուվաճառքի գործարքն է, ինչպես նշեցի, մի տարբերությամբ գումարը քաղաքացու փոխարեն իրենց փոխանցում է պետությունը։ Շատ լավ։ Եվս երկու հարց նորից գույք ու տեխնիկայի ձեռքբերման հետ կապված, մոտենում են արդյոք ցանկացած տարածքային կենտրոն, երբ քաղաքացին արդեն գնումը իրականացրել է, հաշիվապրանքագիրը իր ձեռքում է, արդյոք ուրիշ փաստաթղթ է անհրաժեշտ լինելու, որ ներկայացնի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ու արդյոք տարածքային ցանկացած կենտրոն կարող է դիմել, թե օրինակ իր տարածքը սպասարկող կենտրոն։ Այո, եւ մեր կենտրոնի ծառայության անունը միասնական սոցիալական ծառայություն հենց դրա մասին է վկայում, որ որևէ տարբերություն չկա, թե որ իրենց հարմար մոտակա տարածքային բաժին մոտենում են, ներկայացնում են հաշիվապրանքագիրը եւ իրենց հավաստագիրը, որպեսզի հնարավոր լինի նույնականացնել ընտանիքին։ Շատ լավ։ Երևի այսքանը կահույքի ու տեխնիկայի հետ կապված, հաջորդ ուղղությանը անդրադառնանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ձեռքբերմանը։ Այստեղ եւս գործընթացը հիպոթեկային վարկավորման տրամաբանությամբ է, ուղղակի մի տարբերությամբ, որ պարտադիր չէ մոտենալ հենց այն ֆինանսական կազմակերպություն, որտեղ իրականացվել է գույքի ձեռքբերման կամ կառուցապատման վարկի ձևակերպումը, այլ որևէ այլ, բայց գործընկեր կազմակերպություն։ Այստեղ նախ իրականացվում է հողի գնահատում եւ արձանագրվում է շուկայական արժեքը, որպեսզի խուսափեն կամ բարեխիղճ վաճառողների կողմից կամայական գներ առաջարկելուց, եւ գնահատված արժեքի հիման վրա ձևակերպվում է արկուվաճառքի գործարք, նոտարական վավերացում եւ հիպոթեկային վարկավորմամբ ձեռք է բերվում, ուղղակի քանի որ ունենք հիպոթեկային վարկ, ենթադրվում է, որ հողը վարկի գործողության ընթացքում լինելու է գրավադրված տվյալ ֆինանսական կազմակերպությունում։ Որևէ այլ տարբերակում մոտեցում չունենք։ Առավելագույն այս դեպքում չքանենք։ Առավելագույնը 5 միլիոն դրամ է եւ այստեղ ընտանիքի անդամներով պայմանավորված արտոնություն չկա։ Առավելագույնը բոլոր ընտանիքների դեպքում 5 միլիոն դրամ է իրենց հասանելիք մնացորդից։ Տիկին Ղարագյուզյան, այսինքն եթե որոշում են վերանորոգել, առավելագույնը կարող են տնօրինել 8 միլիոն դրամ, եթե որոշում են գույք ու տեխնիկա, առավելագույնը 4 միլիոն դրամ, սրանք բոլորը կախված են ընտանիքի անդամների թվից եւ այլն։ Եվ վերջինը, եթե հողատարածք գյուղատնտեսական մինչև 5 միլիոն դրամ, նշեմ, որ եթե ընտանիքը բազմանդամ է եւ գույքը ձեռք է բերել 5 միլիոն արժողությամբ բնակավայրում, շատ հավանական է, որ բավական մեծ դրական մնացորդ ունենան եւ այս դեպքում նրանք կարող են օգտվել դրական մնացորդի բոլոր ուղղություններից։ Շատ լավ։ Այս փոփոխությունը, եթե չեմ սխալվում, վերջերս ենք իրականացրել, այսքան ամիսներ առաջ, բայց ունենք հայրենակիցներ, ովքեր հավաստագիրը ձեռք էին բերել ու դա իրացրել են 2024-ին։ Այդ ժամանակ դեռ չէր խոսվում դրական մնացորդի օգտագործման, տնօրինման եւ այլնի մասին։ Իրենց դեպքում ինչ կարգավորում ունենք։ Դրական մնացորդն իրականում սահմանված էր, պարզապես դրական մնացորդի իրացման կարգը վերանայվեց, հաստատվեց եւ 6-րդ անդամից սկսած ավելավճարը ավելացավ, իսկ իրացումը իհարկե տարածվում է բոլորի վրա, անկախ նրանից թե երբ են ստացել հավաստագիրը։
Եթե հավաստագիրն իր գործողության ժամկետի ընթացքում, որը հավաստագիր ստանալուց հետո 1 տարի է, իրացվել է եւ շահառուն ունի արդեն ձևավորված դրական մնացորդ, այն ամեն պարագայում ենթակա է իրացման անկախ ժամկետից։ Շատ լավ, բոլոր այն հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են դրական մնացորդը իրացնել, խնդրեմ հիշեցնեք ընթացակարգը, որ պիտի ստանան էլեկտրոնային հաղորդագրություն եւ դրանից հետո Այն պահից սկսած, երբ գործընկեր ֆինանսական կազմակերպություն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում տեղեկատվություն արդեն ձևակերպված հիպոթեկային վարկերի վերաբերյալ, կլինի անշարժ գույքի ձեռքբերման թե կառուցապատման, այսինքն հայտնում են տեղեկատվություն, որ հավաստագիրն իրացվել է, այդ պահին մեր հայրենակիցները իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, այն նույն էլեկտրոնային փոստի, որին ստացել են նաև հավաստագրերը, ստանում են էլեկտրոնային ծանուցում, որում նշված է իրենց հասանելիք դրական մնացորդի չափը։ Այդ պահից սկսած նրանք կարող են արդեն մեկնարկել դրական մնացորդի իրացման գործընթացը իրենց նախընտրած ուղղություններով, կամ մեկով, կամ բոլորով միաժամանակ։ Տիկին Ղարգիզյան, սկզբից շատ թերահավատորեն մոտեցում կար դրական մնացորդի մասին, որովհետև կար մտահոգություն, որ գումարը չի բավարարում տուն ձեռք բերելուն, բայց հետո փորձը ցույց տվեց, որ ոչ միայն բավարարում է, այլև դրական մնացորդի տնօրինման անհրաժեշտություն է լինում։ Կխնդրեմ արդեն թվերով խոսենք։ Քանի հայրենակից ունենք, ովքեր որ տունը ձեռք բերելուց հետո ունեցել են դրական մնացորդ ու կարողացել են տնօրինել։ Այո, սա շատ կարևոր է, որովհետև իսկապես թերահավատորեն էին վերաբերվում եւ վստահ էին, որ դրական մնացորդի մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է, բայց մեծ ուրախությամբ պետք է ես ներկայացնեմ, որ այս կարճ ժամանակահատվածում, որովհետև հուլիս ամսին մենք հաստատեցինք կարգը, մենք արդեն ունենք 52 ընտանիք, ովքեր ստացել են վերանորոգման վարկ, ընթացիկ գործարքներ շատ ունենք, բայց արդեն հաստատվածներ, ովքեր ստացել են եւ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները 52-ն են եւ ընդհանուր առմամբ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից 180 միլիոն դրամի վարկ է տրամադրվել, որը պետք է ուղղվի վերանորոգմանը եւ ունենք 83 ընտանիք, ովքեր կահույքի եւ կենցաղային տեխնիկայի համար են արդեն ստացել փաստացի եւ 140 միլիոն դրամ պետական բյուջեից արդեն ուղղվել է կահույքի եւ կենցաղային տեխնիկայի գնմանը։ Այսինքն 140 շուրջ 140 ընտանիք ոչ միայն տունը ձեռք բերել, այլև իսկ հավաստագրերի ինչ պատկեր ունենք տրամադրման։ Այստեղ եւս ես մեծ ուրախությամբ պետք է հայտնեմ, որ ծրագիրն իսկապես տևակոխել է շատ ակտիվ փուլ եւ ակտիվությունը նկատվում է ծրագրի բոլոր գործընթացներում, այսինքն սկսած դիմելիությունից, որը ծրագրի մեկնարկին բոլորս տեղյակ ենք, որ այդքան հուսադրող չէր։ Մենք այս պահին արդեն ունենք շուրջ 2600 ընտանիք, ովքեր ստացել են հավաստագիր, եւ ակտիվությունը վերաբերվում է նաեւ հավաստագրերի իրացմանը եւ դրական մնացորդի իրացմանը 2600-ից 750-ը արդեն իրացրել են իրենց հավաստագրերը Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերելով անշարժ կամ սկսելով կառուցապատման աշխատանքները։ Շատ լավ։ Նույն փոփոխությունների փաթեթով, որը վերաբերում էր դրական մնացորդի իրացման ընթացակարգին, ունենք փոփոխություններ նաեւ որոնք վերաբերում էին կադաստրային գործընթացներին ու այս մասին էլ հարցերը բավական շատ են հայրենակիցների մոտ։ Խնդրեմ դրան էլ անդրադառնալ։ Այո, հուլիսի 3-ի փոփոխությունների շրջանակում կայացվեց որոշում, որ կփոխհատուցվի նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կատարված վճարները, եւ մենք այս պահի դրությամբ բոլոր մեր հայրենակիցները, ովքեր արդեն իրացրել են հավաստագրերը եւ արխիվ վաճառքի գործարքն իրացրել են, փոխհատուցվել է կադաստրային, այսպես պայմանական ասում ենք, կադաստրային վճարները եւ պետական բյուջեից արդեն 43 միլիոն ուղղվել է այդ ծախսի հատուցմանը։ Գործընթացը շատ պարզ է։ Մեր հայրենակիցները իրենց վարկի առաջին մարման օրը տվյալ ֆինանսական կազմակերպությունում իրենց անվամբ բացված հաշվեհամարին ստանում են, դա միջինում 71000 դրամի մասին ենք խոսում, ստանում են այդ գումարը, որը կարող են կանխիկացնել։ Եվ այն մեր հայրենակիցները, ովքեր արդեն իրենց վարկի առաջին վճարումը իրականացվել է օգոստոսի 20-ին, որովհետև մեր վարկերի վճարման օրը ամեն ամսվա 20-ն է, բոլորը ստացել են իրենց հաշվիներին այդ գումարները։ Ունենք այլ փոփոխություններ, ոնց մասին արժի ծանուցել քաղաքացիներին։ Հաշվի առնելով այն փաստը, որ սույն թվականի հուլիս ամսին մենք իրականացրեցինք լայնածավալ փոփոխություններ եւ ըստ էության այս պահին մենք ունենք շատ լավ պատկեր եւ որևէ խոչընդոտ ոչ հավաստագրման գործընթացում, ոչ էլ առավել եւս հավաստագրերի իրացման կամ դրական մնացորդի իրացման գործընթացում կարծեք թե չունենք, ներկայում որպես այդպիսին փոփոխություններ նախատեսված չեն։ Շատ լավ։ Շնորհակալություն, իսկ մենք այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք հաջողություն։